Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է քննարկել իր մասնակցությունը տրիպ նախագծին հղում անելով Հայաստանի հետ սերտ համագործակցությունը երկաթուղային ոլորտում։ Այս հայտարարությունն արել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, բայց այստեղ կարևոր է ոչ թե բուն ձևակերպումը, այլ դրա իրական բովանդակությունը։ Ռուս պաշտոնյաները Թրամփի ուղուն Ռուսաստանի միանալու իրենց ցանկությունը մեծապես հիմնավորում են Հայաստանում գործող արաբ-կովկասյան երկաթուղու ռուսական կոնցեսիայով։ Եվ հենց սա է խնդիրը։ Այդ կոնցեսիան ավելի քան 15 տարի գործում է եւ այդ ամբողջ ընթացքում Հայաստանը չի դարձել տարանցիկ հանգույց, սահմանային երկաթուղային կապերը չեն բացվել եւ տարածաշրջանային ինտեգրացիա չի ստեղծվել ուղղակի։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Պուտինի հեղինակած տխրահռչակ հայտարարությամբ Ռուսաստանը ստանձնեց հաղորդակցությունների ապաշրջափակման առանցքային դեր։ Արդյունքը՝ 0։ Ճանապարհները չբացվեցին, խաղաղություն չհաստատվեց, նույնիսկ նոր պատերազմը դարձավ անխուսափելի։ Տրիպը ծնվել է հենց այս ձախողման պատճառով։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ձևավորել են տրիպի իրավական շրջանակը, որտեղ սկզբունքը հստակ է։ Հայաստանի տարածքում ամբողջ ենթակառուցվածքը, վերահսկողությունը, մաքսային եւ անվտանգային իրավազորությունը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։ Տրիպը կառուցված է բազմակողմ հավասարակշռության վրա, ոչ թե մեկ կենտրոնի վերահսկողության։ Այս հայտարարությունը ռուսների այս մտադրությունները քաղաքական ազդակ են Երևանին եւ փորձ վերականգնելու կորցրած լծակները։ Տրիպի տրամաբանությունը հենց այդ լծակների վերացումն է։ Տրիպը Հայաստանին բերել է խաղաղություն ոչ թե խոսքերով, այլ երաշխիքներով։ Ռուսաստանը մինչդեռ տարածաշրջանում խաղաղություն չի կառուցել։ Ռուսաստանը հրադադարը օգտագործել է որպես լծակ կախվածություն ստեղծելու համար, ուստի խաղաղությունն ու ռուսական վերահսկիչ փաթեթը սկզբունքորեն անհամատեղելի են։ Տրիպը Հայաստանին կենսունակություն է տալիս հենց այն պատճառով, որ ամրացնում է ինքնիշխանությունը, լիարժեք իրավազորություն, վերահսկողություն եւ պատասխանատվություն տալով Հայաստանի ձեռքին։ Սա այն գիծն է, որը չի սակարկվում։ Տրիպը կարող է լինել միայն հայկական վերահսկողությամբ խաղաղություն, ոչ թե արտաքին վերահսկողությամբ այսպես կոչված կայունություն։ Տրիպը Հայաստանին կենսունակություն է տալիս հենց այն պատճառով, որ ինքնիշխանությունը դարձնում է գործնական իրականություն, ամբողջական իրավազորություն, լիարժեք վերահսկողություն եւ լիակատար պատասխանատվություն վերապահելով բացառապես Հայաստանին։ Տրիպը Հայաստանին խաղաղություն է բերել, մինչդեռ Ռուսաստանն ու խաղաղությունը անհամատեղելի են, հետևաբար տրիպը եւ Ռուսաստանը նույնպես անհամատեղելի են։ Մեկը ինքնիշխանություն է, մյուսը վասալություն։